Մենք շարունակում ենք խոսել Հիսուսի մկրտության խորհրդի մասին կամ ինչու Հիսուս մկրտվեց, ինչու նա ցանկացավ մկրտվել։ Մատթեոս ավետարան 3-րդ գլուխ կրկին 13-ից 17 համարներում կարդում ենք. այն ատեն Հիսուս Գալիլեային Հորդանան եկավ Հովանեսին, որպեսզի անիկա մկրտվի։ Հովանեսը կարգել էր նրան եւ ասում էր. ինձ պետք է որ քեզանից մկրտվեմ, դուն ինձի կուգաս։ Հիսուս պատասխան տվեց ըսավ անոր. թող տուր, հիմա վասնզի այսպես կվայելե մեզ, որ բոլոր արդարությունը կատարենք, ետքը թող տվավ անոր։ Երբ Հիսուս մկրտվեցավ, շուտ մջուրեն դուրս ելավ եւ ահա երկնքը բացվեցավ ու տեսավ Աստծո հոգին, որ աղավնիի պես քիչտեր ու կգար իր վրա եւ ահա երկնքեն ձայն մը եկավ, որ կսեր սա իմ սիրելի որդիս, որին հավանել եմ։ Հալելույա։ Տարօրինակ թված Հովանեսին, երբ տեսավ, Հիսուսը եկել է իրանից մկրտվելու։ Սա նորմալ չէր։ Սա նորմալ չէր։ Քանի որ այն, ինչի համար որ նա անում էր մկրտությունը, իր առաջնային իմաստով Հիսուսը այդ կատեգորիային չէր պատկանում, որովհետև մկրտությունը, որը անում էր Հովանես մկրտիչը, դա ապաշխարության դարձի մկրտություն էր։ Եվ երբ տեսավ Հիսուսը գալիս է մկրտվելու, ասաց. «Էս ինչ ես անում։ Կանգ առ։ Ես պետք է քեզանից մկրտվեմ»։ Քանի որ գիտակցում էր Հիսուսի անմեղությունը, որ նա չի կարող մեղավորների հետ հավասարապես մասնակցել մի արարողությանը, որը որ ապաշխարության արարողություն էր։ Եվ տարօրինակ թված նրան։ Բայց Հիսուս պատասխանեց նրան ասելով. թույլ տուր, որպեսզի կատարվի ողջ արդարությունը։ Ինչ է նշանակում սա։ Թույլ տուր, կատարվի ողջ արդարությունը։ Ես չգիտեմ, թե որքանով այդ պահին ընկալելի էր Հովանեսին այդ խոսքը։ Հավանաբար բացեց Սուրբ Հոգին Հովանեսին ինչ նկատի ուներ ասելով. Հիսուս, թույլ տուր կատարվի ողջ արդարությունը, բայց գիտենք դրանից հետո անմիջապես Հովանեսը թույլ տվեց, որպեսզի այդ մկրտությունը իրականանա։ Եվ մենք քննում ենք այս խոսքի նշանակությունը, ինչ է նշանակում թույլ տուր, որ կատարվի ողջ արդարությունը։ Այսինքն, ինչու պետք է մկրտվեր Քրիստոս։ Առաջին, Հիսուս իր մկրտությամբ իրեն նույնականացրեց մեղավոր մարդկության հետ։ Ես ձեզանից մեկն եմ հայտարարեց։ Եվ Աստծո խոսքը այդպես էլ ասում է, որ նա մերպես եղավ։ Ամեն առումներով մերպես եղավ, բայց առանց մեղքի։ Եվ մեղավորների շարքի մեջ դասվեց։ Եվ մենք կարդացինք առաջին մեր падգամի ժամանակ տեսանք, որ ովքեր չէին մկրտվում։ Չէին մկրտվում փարիսեցիները, չէին մկրտվում օրինականները, նրանք ովքեր իրենց մաքուր էին դասում, իրենց մաքուր էին համարում։ Նրանք չէին ուզում դասվել մաքսավորների, մեղավորների, անբարոյականների, զինվորների շարքին։ Չէին ուզում դասվել։ Եվ անգամ մկրտության վերաբերյալ երբ որ հարց եղավ, Հովանեսը նրանց պատասխանեց, ասաց ապաշխարության արժանի պատուղներ ցույց տվեք։ Ձեր կրոնական դասը, ձեր հագած հագուստները, ձեր օծությունը, ձեր հասարակության մեջ գրաված դիրքը կամ այն հայտարարությունները, որ դուք անում եք ձեր անձի վերաբերյալ, սա դեռ բավական չէ, որ դուք Աստծո կողմից ընկալված եւ ընդունված լինեք։ Կարող է մարդկանց աչքերին թոս փչեք, բայց եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորսվեք։ Իսկ Հիսուս ինքն իրեն դասեց սովորական մեղավորների շարքին։ Եվ մկրտվեց ինչպես բոլոր մեղավորները, չլինելով մեղավոր։ Բայց դասվեց մեղավորների շարքին։ Ամբողջ քրիստոնեության փիլիսոփայությունը սրա մեջ է, որ Աստված, կատարյալ Աստվածը մեղավորի դասակարգի մեջ մտավ։ Եվ մեռավ խաչի վրա, որպես մի մեղավոր ավազակների հետ, այնպես չէր, որ այնտեղ արդարներն էին այդ օրը դատվում։ Արդարները անարդար տեղը խաչվում էին։ Ինքն էլ այդ արդարներից մեկն էր, որ անարդար տեղը ոչ, եւ պատական չէ, որ գրված է Աչակոմյան ավազակ, ինչպես ընդունված է ասել, ասում են, որ մենք
Մեր արժանի պատիժն ենք կրում խաչի վրա։ Եվ Ձախակոմյանը չասեց, չէ, ինչ ես խոսում, մենք անարժան ենք, այս պատիժը մեզ համար չէր։ Այո, մեղավոր ենք եւ ընդունում ենք մեր արժանի պատիժը, բայց ոչ նա։ Եվ այս կարևոր հայտարարությունն անում է ավազակը մեռնելուց։ Եվս մեկ անգամ մեզ հիշեցնելով, որ նա, որ խաչվում է, մեռնում է որպես մեղավոր, չլինելով մեղավոր։ Եվ այս մկրտությունը դրա կնիքն էր, դրա հայտարարությունն էր, որ ես ձեզանից մեկն եմ։ Երկրորդ, մենք խոսեցինք ավելի խորքային իմաստ ուներ մկրտությունը։ Այն էր մկրտությամբ Հիսուս ստանձնեց քահանայական պաշտոնը։ Նա ընդունեց քահանայական պաշտոնը։ Այս պահից սկսած նա անցավ այդ լվացման ընթացքը, process-ը, որովհետև քահանան ըստ օրենքի ինչ որ պահանջում էր արդարությունը, հա, ասում է թույլ տուր որ կատարվի ողջ արդարությունը։ Արդարությունը Աստծո խոսքի պահանջն էր։ Սա է նշանակում արդարությունը։ Ըստ Աստծո խոսքի պահանջի քահանան նախքան կմոտենար զոհասեղանին, պետք է անցներ լվացման ծեսով։ Նախքան նա կհագներ քահանայական իր հագուստը, իր քթանե հագուստը, նախքան կկապեր իր գոտին, նախքան մնացած ամեն պարագաները, որը որ Աստծո կողմից նախատեսված էր, որպեսզի նա այդ հագուստը հագնելով իր քահանայական պաշտոնը իրականացներ։ Նա պետք է մաքուր ջրով լվացվեր եւ հետո հագներ իր քահանայական հագուստը։ Ուրեմն նախքան Հիսուս կգնար կմոտենար զոհասեղանին զոհը մատուցելու, նա անցավ այդ լվացման ծեսով եւ այդպիսով նա մտավ իր քահանայական պաշտոնի մեջ եւ պատահական չէ որ նա մկրտվեց 30 տարեկանում, քանի որ դարձյալ մենք անցյալ անգամ կարդացինք, որ օրենքը պահանջում էր, արդարությունը պահանջում էր, որ քահանայական պաշտոնին կարող էր անցնել ղևտացին միայն, երբ որ լրացել էր 30 տարեկանը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր մի փոքր ավելի խորքային եւ բարդ պատճառ ենք բերելու, թե ինչու Հիսուս մկրտվեց։ Հիսուս իր քահանայական գործունեությունը սկսում է այս խոսքով. թույլ տուր, որ կատարվի ողջ արդարությունը։ Հիսուս իր քահանայական գործունեությունը երկրիս վրա ավարտում է այս խոսքով. կատարվեց։ 5 տակարանի բոլոր ծիսակարգերը իրենց մեջ պարունակում էին խորհրդանշական արարողություններ գալիք փառքի վերաբերյալ։ 5 տակարանում ինչ ծիսակարգեր որ կային, դրանք բոլորը խոսում էին գալիք փառքի հայտնության մասին։ Ով է կարդացել հանգամատյանը, ծննդոց, ելից, չէ, Եվտացված, թվոց, երկրորդ օրինաց, ասեք հեշտ է կարդալը, երբեմն դժվար չէ, երբեմն ծանր չէ, ողջ այդ արարողակարգերը, ծիսակարգերը, որ 5 տակարանում Աստված պատվիրում է, սրանք բոլորը իրենց մեջ պարունակում էին խորհրդանիշներ, խորհրդանշական սիմվոլներ, որոնք որ պատմում էին գալիք փառքի մասին։ Կողոսացիս 2, 16-ից 19։ Ուստի մեկը թող չդատե ձեզ ուտելու կամ խմելու, կամ տոներու, կամ ամսագլուխների, կամ շաբաթների խնդրով, որոնք գալիք բաների շուկն են։
Բայց բուն մարմինը Քրիստոսն է։ Չլինի թե որևէ մեկը ձեզ խաբե եւ ուզե խոնարհությունով եւ հրեշտակների պաշտամունքով չտեսած բաներուն միջամուխ ըլլա իր մարմնավոր մտքով փուչ տեղ հպարտանալով եւ չբռնե գլուխը ուրկե բոլոր մարմինը հոտվածներով ու խաղերով հաղորդված մեկտեղ կծված Աստծո աճումով կաճի։ Ով հասկացավ սա։ Ես ձեզ ասեմ, որ Պողոս առաքյալը մաքսիմում ամենապարզ լեզուն է օգտագործում մեզ հասկացնելու համար անհասկանալին կամ սարսափելի բարդ մի իրականություն։ Եկեք անդրադառնանք այս խոսքերին։ Ուստի այլևս մեկը թող չդատե ձեզ ուտելու կամ խմելու կամ տոների կամ ամսագլուխների կամ շաբաթների խնդրով։ Կողոսիայի հավատացյալները խնդիր էին ունենում հրեաների հետ, որոնք որ մեղադրում էին կողոսացիներին, նրանց, ովքեր որ եկել էին Քրիստոսին, դարձի էին եկել Քրիստոսին, շնորհքին էին եկել, խնդիր ունեին նրանց հետ, քանի որ ասում են, որ դուք չեք պահում այսինչ օրենքը, այսինչ տոնակատարությունը, այսինչ շաբաթի օրենքը, այնինչ տոնագլխի օրենքը, այսինչը խմի, այսինչը մի խմի, այսինչը կեր, այսինչը մի կեր, շաբաթների հարցը, մյուս հարցերը։ Պողոս առաքյալն ասում է, թող մեկը ձեզ չդատի սրա համար։ Եվ հիմա ասում է ինչու։ Որոնք ասում է գալիք բաներին շուկն են, բայց բուն մարմինը Քրիստոսն է։ Այսինքն այդ ամեն ինչը, այդ պատվերները, որոնք որ 5 տակարանում տրվում էր, այս ամեն ինչ իրենց մեջ պարունակում էին գալիք բաների, գալիք փառքի շուկը կամ ստվերը։ Եվ ասում է բուն պատկերը ով է։ Քրիստոս։ Այսինքն եթե մենք եկել ենք արդեն Քրիստոսին, եթե մենք արդեն ճանաչել ենք Քրիստոսին, կարիք չունենք շուկը, ստվերը պահելու կամ հետևելու ստվերին, երբ որ գալիք փառքը մեզ հայտնված է։ Հասկանալի է։ Եվ կարիք չկան բոլոր այն մյուս զողությունները, զոհերը, ծեսերը, արարողությունները, տոնակատարությունները, օրենքի պահանջները իրականացնել, քանի որ բուն Քրիստոսն է մարմինը, եւ մենք եկել ենք արդեն այդ ճանաչողության, մենք հետևում ենք ոչ թե ստվերին, այլ բուն մարմնին։ Չլա թե որևէ մեկը ձեզ խաբե եւ ուզե խոնարհությունով, հրեշտակների պաշտամունքով, չտեսած բաներուն միջամուխ ըլլալով, իր մարմնավոր մտքով փուչ տեղ հպարտանալով եւ չբռնե գլուխը, ուրկե բոլոր մարմինը հոտվածներով ու խաղերով հաղորդված մեկտեղ կծված Աստծո աճումով կաճի։ Աստված իմիջայլոց հայտնվում էր իր ժողովրդին հրեշտակների մարմիններով, որովհետև որևէ մեկ Աստծուն չի տեսել, բուն Աստծուն չի տեսել, բուն Աստծո կերպարը չի տեսել։ Աստված հրեշտակի մարմնով էր հայտնվում, հրեշտակն էր, որ երևում էր, այսինքն Աստված հրեշտակի միջոցով երևում էր։ Բայց միայն Հիսուսն ասաց, ով ինձ տեսավ, Հորը տեսավ։ Եվ հիմա առաքյալն ասում է, եւ չբռնե գլուխը, որտեղից բոլոր մարմինը հոտվածներով, խաղերով, հաղորդված մեկտեղ կեցված Աստծո աճումովը կաճի։ Գլուխը Քրիստոսն է, որ պետք է բռնել։ Երբ որ ճանաչում ես Քրիստոսը կամ բռնում ես գլուխը, այդ ժամանակ տեսնում ես, որ ամբողջ իր հոտվածներով աճում է, ձևավորվում է եւ ամեն բան լույսին է գալիս, ամեն բան պարզաբանվում է, ամեն բան իր տեղն է ընկնում։ Եթե դու Աստվածաշնչից հանես Քրիստոսը, այն դառնում է սովորական մի կրոն, եւ ես ձեզ ասեմ, ոչ մի բանի համար պիտանի։ Ավելին, ծայրահեղություններով լի եւ շատ հակամարտկային եւ անբացատրելի բաներ։ Քրիստոսով է, որ իմաստավորվում է եւ ամեն բան իր տեղն է ընկնում։ Եթե դու Քրիստոսին հանես Աստվածաշնչից, լինի 5 տակարանից, լինի նոր տակարանից, եթե Քրիստոսին հանես, ոչ մի արժեք չունի։ Ոչ մի արժեք չունի։
եւ այսօր լինել հետևորդ օրինակ հուդայիզմի, որը որ բացայտ մերժում է Քրիստոսին, դա ինձ համար ծայրահեղություն է, անիմաստ կրոն է, անիմաստ եւ դատարկ կրոն է։ Անկամ 5 կտակարանի խորհուրդները բացատրվում են, երբ որ դուք բռնել ես գլուխը, այսինքն Քրիստոս։ Երբ որ դու կառավարվում ես գլխով, այսինքն Քրիստոսով, ճանաչվում է, բացահայտվում է 5 կտակարանը իր բոլոր ծեսերով, տոներով, ամեն ինչով բացահայտվում է, միայն երբ որ դու բռնել ես գլուխը, երբ որ դու ճանաչել ես գլուխը, ճանաչել ես Քրիստոսը, որը ինքը բուն մարմինն է, եւ ասում է նա ստվերն է։ Պարզ է ժողովուրդ ջան։ Էլի շարունակենք։ Հովանու 5:39 Հիսուսն ասում է գրքերը քննեցեք, վասնզի կկարծեք, թե անոնցմով կրնակ հավիտենական կյանք ունենալ։ Ահա բուն անոնք են, որ ինձի համար կվկայեն։ Հիսուս այս խոսքերն ասում է ում հրյաներին։ Հրյաներին Հիսուսն ասում է քննեցեք գրքերը։ Երբ որ ասում է գրքերը քննեցեք, նկատի ունի օրենքը, մարգարեները, այո, այն ինչ որ սուրբ գիրք էին համարում հրյաները։ 5 տակարան այսպես ասած։ Քննեցեք, որովհետև կարծում եք, որ դրանցով կարող եք հավիտենական կյանք ունենալ։ Եվ այնտեղ Հիսուսն ասում է, որ բուն գրքերն են, որ իմ մասին վկայում են։ Այսինքն գրքերը կամ 5 տակարանը իր մեջ անտեսանելի կերպով ունի մի ողնաշար, որի վրա կառուցված է այն։ Եվ այդ ողնաշարը Հիսուս Քրիստոսի կերպարն է։ Եվ դու կարող ես հավիտենական կյանք ունենալ միայն երբ որ այնտեղ բացահայտեցիր Հիսուս Քրիստոսին։ Եթե դու այնտեղ չփնտրեցիր, չգտար Հիսուս Քրիստոսին, մնացած քո ճանաչողությամբ, օրենքներով, ծեսերով, արարողություններով, զոհաբերություններով, մնացած բոլոր լվացումներով եւ այլն տոնակատարություններ, շաբաթի օրենքը պահելով, մյուսը, քեզ ոչ մի հավիտենական կյանք չի կարող տալ։ Միայն եթե դու այնտեղ տեսնում ես Քրիստոս Հիսուսին, որովհետև ասում է գրքերը բունի մասին են վկայում։ Այսինքն 5 տակարանը իր ամեն ինչով վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։ Ղուկաս 24, 26 եւ 27։ Հիշեցնեմ, որ այստեղ խոսվում է Հիսուսի հանդիպման մասին Էմաուսի ճանապարհին երկու աշակերտների հետ, որոնք որ տրտմած ուրեմն խաչելությունից հետո այդ ճանապարհին քայլում էին, այո, եւ Հիսուս հարություն էր առել, սակայն նրանք չէին հավատում այդ հարությանը։ Հիսուս մոտենում է նրանց, խոսակցությանը բռնվում, հարցնում է Հիսուս ինչ եք խոսում իրար հետ, պատասխանում են, ասում են, որ դու միայն Երուսաղեմի մեջ կաս ու չգիտես, թե ինչեր եղան այնտեղ եւ այլն, եւ ասում է ինչ, պատմում են, թե ինչպես քահանաներն ու իշխանները մահվան մատեցին նրան եւ խաչը հանեցին, լսում եք, ասում է, իսկ մենք կհուսայինք, որ նա էր, որ Իսրայելը պիտի ազատեր։ Այս ամենուն վրա այս երրորդ օրն է, որ այս բաները եղան։ Ասում եմ, մենք կհուսայինք, որ նա էր, որ Իսրայելը պիտի ազատեր։ Այսինքն հուսահատ գնում էին, քանի որ իրենց հույսերը չիրականացան։ Մարդիկ հույս ունեին, որ նա է Մեսիան, որ պետք է գար եւ Իսրայելը ազատեր։ Սա սովորական հրեական դարերի ուսուցումների, դաստիարակությունների, վարդապետելու, ռաբիների ուսուցանածի արդյունքն է։ Եվ 3 տարում ես կարող եմ ասել, Հիսուս չկարողացավ կոտրել նրանց կարծրատիպերը։ Սա կարևոր բան է։ 3 տարի։ 3 անգամ միայն խոսեց, որ պետք է գնա Երուսաղեմ եւ մահանա, բացահայտ խոսեց։ Բայց չէին լսում, չէին կարողանում ընկալել։ Ինչու՞, որովհետեւ կարծրատիպեր ունեին։ Ընդհանրապես մենք էլ ամենակս ունենք մեր կարծրատիպերը։ Ինչ որ լսում ենք, մենք ուզում ենք տեղավորել մեր պատկերացումների, մեր ունեցած ձևավորված կրոնական հասկացողությունների մեջ։
Եվ այստեղ Հիսուս, տեսեք ինչ է ասում 26 եւ 27 համարներում։ Եկեք 25-ն էլ կարդանք։ Նա լսավ անոնց, ով անմիտներ ու թուլասիրտներ, հավատալու այն բոլոր բաներին, որոնք մարգարեները խոսեցան, չէ որ Քրիստոս պետք էր այս չարչարանքները կրեր ու իր փառքը մտներ։ Լսեք 27-ը, եւ սկսելով Մովսեսեն ու բոլոր մարգարեներեն կմեկներ անոնց, ինչ որ իրեն համար բոլոր գրքերի մեջ գրված էր։ Ուշադրություն դարձրեք, ինչ որ իր մասին բոլոր գրքերի մեջ գրված էր։ Եվ ասում է այդ ամեն ինչը մեկնում էր նրանց։ Եվ ինչ շեշտադրում է դնում, ասում է չէ որ Քրիստոսը պետք էր այս չարչարանքները կրեր եւ նոր իր փառքը մտներ։ Սա ինչու ձեզ համար պետք է լիներ անակնկալ։ Մենք էլ հույս ունենք, որ նա պետք է ազատի Իսրայելը։ Ով անմիտներ, թուլասիրտներ ասում է։ Չէ որ բոլոր գրքերը դրա մասին էին խոսում։ Ինչի մասին էին խոսում, որ Քրիստոս պետք է չարչարվեր։ Եվ հետո նոր իր փառքը մտներ։ Եվ Մովսեսը, ասում է սկսած Մովսեսից միջև մարգարեները բոլոր գրքերը ասում է Քրիստոսի մասին էին խոսում։ Քրիստոսը ինքը մեկնում է օրենքը, մեկնում է հնգամատյանը, մեկնում է մարգարեները եւ ասում է որ գրքերը ամբողջությամբ իմ մասին են կամ Քրիստոսի մասին են խոսում։ Նախ իրեն չի բացահայտում, հետո ինքն իրեն բացահայտում։ Ճիշտ է։ Երբ որ հացը կտրում տալիս է նրանց։ Երևակայում եք ինչ գեղեցիկ մեկնություններ պիտի տար Քրիստոս։ Պատկերացնում եք ինչ սիրուն, ինչ խորքային մեկնություններ պիտի տար Քրիստոս, հիմնվելով օրենքի, հիմնվելով ստվերի վրա, 5 տակարանի գրքերի վրա, թե ինչեր են խոսում գրքերը իր մասին։ Եվ ով գիտե, գուցե մեկնեց նաև այն ամենը, ինչ այսօր ես պետք է մեկնեմ ձեզ սիրելիներ։ Սա ընդունեք որպես մի փոքր նախաբան։ Ղևտացոց 1:1-9 Տերը կանչեց Մովսեսը վկայության խորանեն անորը սավ խոսե Իսրայելի որդիներուն ու ասե անոնց եթե ձեզ մեկը անասուններեն ընծա մատուցանելու լինի տիրոջը ձեր ընծան արջարներեն կամ հոտերեն մատուցանեցեք եթե անոր ընծան արջարներեն ողջակեզ է արու անարատ պետք է մատուցանե ու վկայության խորանին դրանը քով թող մատուցանե զայն Տիրոջ առջև ընդունելի լինելու համար 4 լսեք իր ձեռքը ողջակեզի գլխին վրա թող դնե որպեսզի այն իրեն քավություն ըլլալու համար ընդունելի լինի Զվարակը թող մորթե տիրոջը առջև ու Ահարոնին որդիները քահանաները արյունը թող մատուցանեն եւ վկայության խորանին դրանը քով եղած սեղանին վրա շուրջանակի սրսկեն արյունը ողջակեզին մորթը թող հանե ու կտոր ընե ողջակեզը Ահարոն քահանային որդիները սեղանին վրա կրակ թող դնեն ու կրակին վրա փայտեր շինեն Ահարոնին որդիները քահանաները սեղանը եղած կրակին վրա փայտերուն վրա պետք է շարեն կտորները գլուխը ու ճարպը բայց նրա փորոտիկն ու ոտքերը ջրով պետք է լվա եւ քահանան բոլորը պետք է այրե սեղանի վրա ողջակեզ ու տիրոջը անուշահոտ պատարակ ընելու համար ամեն Առաջին երկու համարը խոսում է թե ինչպես Աստված ինքն է հայտնում թե որն է իրեն համար ընդունելի պատարակը
Տերը կանչեց Մովսեսին վկայության խորանեն, անորը սավ։ Վկայության խորանը Սուրբ Սրբոցն էր, որը Աստծո ներկայության վայրն էր, որը ծածկված էր վարագույրով եւ որտեղ իրավունք ուներ ներս մտնելու քահանայապետը միայն տարին մեկ անգամ քավություն ժողովրդի մեղքերի քավության համար միշտորդություն անելու։ Ուրիշ ժամանակ որևէ մեկ իրավունք չուներ ներս մտնելու։ Եթե մտներ կմահանար։ Եթե քահանան չսրբված մտներ վկայության խորան, վարագույրից այն կողմ կմահանար։ Եվ մենք տեսնում ենք, ասում է Տերը կանչեց Մովսեսը վկայության խորանեն եւ անորը սավ, այսինքն վկայության խորանից խոսեց նրա հետ։ Եվ Մովսեսին հայտնում է, թե որն է ընդունելի պատարակը, որն է ընդունելի զոհը եւ որն է այն անուշահոտ պատարակը, որը Աստված ընդունում է մարդուց, որը պետք է մատուցի քահանան։ Նոր Կտակարանում Հիսուս այսպես կոնֆլիկտային խոսակցություն է ունենում, եթե կարելի այդպես արտահայտվել, սամարացի կնոջ հետ, որն ասում էր դուք հրեաներդ ասում եք, թե Երուսաղեմն է տեղը Աստծուն ճիշտ պաշտամունք, ճիշտ պատարակ մատուցելու, բայց մեր հայրերը, մեր հայրը Հակոբը այս լեռան վրա Աստծուն զոհ մատուցեց, Աստծուն երկրպագություն մատուցեց եւ Աստված ընդունեց այդ պաշտամունքն ու պատարակը։ Հիսուս նրան ասում է, ճշմարիտ ասում եմ քեզ, որ ժամանակ պիտի գա եւ արդեն եկել է, որ Աստծուն երկրպագողները պետք է երկրպագեն նրան հոգով եւ ճշմարտությամբ։ Ուրիշ մեկ տեղել Հովհաննես ավետարանում կարդում ենք, դարձել նույն ավետարանում կարդում ենք, Հիսուսն հայտարարում է, որ ճշմարտությունը ինքն է։ Եվ Հովհաննես 4-ում կնոջ հետ եղած զրույցի ժամանակ Հիսուսն ասում է Աստված հոգի եւ Աստված ասում է այսպիսի երկրպագուները ուզում։ Ես ժամանակը խնայելու համար չեմ կարդում այդ հատվածը։ Կարա կարդակ Հովհաննես 4:22-ից 24 համարները։ Եվ ասում է Աստված այսպիսի երկրպագողներ է ուզում, այսպիսի երկրպագություն է ուզում։ Եկեք նմանությունը տեսնենք, այստեղ ասում է խորանից Աստված Մովսեսին խոսեց, ասեց թե ինչպիսի երկրպագություն, ինչպիսի պաշտամունք է ուզում։ Այդտեղ էլ Հիսուսն ասում է Աստված այսպիսի երկրպագություն է ուզում, հոգով եւ ճշմարտությամբ։ Ուրիշտեղ Հիսուսն հայտարարում է ես եմ ճշմարտությունը։ Ուրիշ խոսքով Աստծո համար ընդունելի ընկալելի պատարակը, եթե 5 Կտակարանում հայտնում է, որ դա այդ ողջակեզն էր, այդ զոհն էր, Նոր Կտակարանում Հիսուս հայտնում է, որ այդ ընդունելի պատարակը, որ Աստված ուզում է, դա ճշմարտությունն է, որը ես եմ։ Կապը տեսնում ենք։ Հաջորդիվ 3-րդ համարի մեջ ասում է, եթե անոր ընծան Արչարներ են ողջակեզ է, արու անարատ պետք է մատուցանև, վկայության խորանին դրանը քով թող մատուցանե զայն, տիրոջ առջև ընդունելի լինելու համար։ Վկայության այս զոհը պետք է լինի արու։ Եկեք Հիսուսի ծննդյան պատմությունից 1-2 համար կարդանք։ Մատթեոս 1:20-21 Երբ Անիկա այս բաները կմտածեր, ահա տիրոջը հրեշտակը երազի մեջ երևցավ անոր եւ ասավ. Հովսեփ Դավթի որդի, մի վախնար։ Մարիամը իբրև կին առնել, վասնզի անոր ներզին ծնածը Սուրբ Հոգին է։ Ան որդիմը պիտի ծնանի, անոր անունը Հիսուս պիտի դնես, քանզի Անիկա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե։ Ուշադրություն դարձրեք այս խոսքի վրա, որ նա որդի պետք է ծնանի, այսինքն արու, զավակ պետք է ծնի, երկրորդ իր առաջնային միսիան, առաքելությունը ինչու՞մն է կայանում, ծնվելու լույս աշխարհ գալու, որ իր ժողովուրդը փրկե ինչից, մեղքից։ Այնտեղ աշակերտները խնդիր ունեին հավատալու, որ Հիսուսն է Մեսիան։ Քանի որ ասում ենք, կարծում ենք Իսրայելին պետք է ինքը, չէ, թագավորի, փրկի Իսրայել ժողովուրդը եւ այլն, այստեղ կարևոր մի բան մոռացել էին, որ Հիսուսի աշխարհ գալու
առաքելությունը հենց առաջին օրվանից եղել է փրկելը։ Ինչից փրկել? Գրված է մեղքից։ Ուրեմն մեղքից փրկության համար մեր կարդացած հատվածում եւ այլ տեղերում, շատ այլ տեղերում տեսնում ենք, որ մեղքից փրկության համար պետք է զոհ մատուցվեր։ Հասկանալի է, չէ՞, պետք է զոհ մատուցվեր։ Այս փաստը հрьяաները չեն ընդունում։ Հрьяաները չեն ընդունում, որ ուրիշ մեկը կարար մեռներ ժողովրդի մարդկության մեղքերի համար։ Նրանք չեն ընդունում սա, այսօր չեն ընդունում, այսօր էլ չեն ընդունում։ Այնինչ ամբողջ 5 կտակարանը խոսում է մեղքերի թողության համար ուրիշ մեկը պետք է զոհվի։ Եվ 5 կտակարանում դա արչար է, զո գառ է եւ այլ կենթանի է։ Արու եւ անարատ։ 4-րդ համարը ասում է. իր ձեռքը ողջակեզի գլխին վրա թող դնե, որպեսզի այն իրեն քավություն ըլլալու համար ընդունելի լինի։ Այսինքն նա որ Աստծուն բերում է զոհ մատուցի, Աստված ասում է, որ նա ընդունելու կարգը։ Այդ զոհը պետք է լինի մաքուր անարատ արու, երկրորդը երբ որ բերում է տաճար, ասում է իր ձեռքը թող դնի ողջակեզի վրա։ Ողջակեզը ինչ է? Այն կենթանի, որը որ պետք է զոհվի, ողջակիզվի, այրվի։ Ինչու էր ձեռքը դնում կենթանու գլխին, կենթանու վրա, ինչու էր ձեռքը դնում։ Ինչու պետք է ձեռքը դներ կենթանու գլխի վրա։ Այս հարցը պետք է տանք հրյա վարդապետներին, ռաբիներին։ Ինչու է զոհը մատուցում, զոհը մատուցելուց առաջ այդ զոհ մատուցող մարդը, որ բերում է այդ կենթանուն, անարատ, արու, պետք է ձեռքը դներ նրա գլխի վրա։ Սա կոչվում է փոխանորդական զոհ։ Փոխանորդական զոհ նշանակում է քո մեղքերի համար դու արժան ես դատապարտման, մահվան, սակայն քո փոխարեն զոհ է մատուցվում այս կենթանին։ Եվ երբ որ նա ձեռքը դնում էր այդ զոհի գլխին, խորհրդավոր կերպով այդ անմեղ կենթանին վերցնում էր իր վրա մարդու գործած մեղքերը եւ նրա փոխարեն թափում էր իր արյունը։ Մենք կգանք այդ հատվածին։ Աստվածային օրենքն ինչ է ասում։ Հիմա եկեք բոլորս միասին ընթերցենք Եսայի մարգարեություն 53-րդ գլուխ։ Եսայի 53։ Եսայի 53 3-ից 8-րդ համարներ։ Անիկա մարդոցմե անարգվեցավ եւ երեսը ձգվեցավ։ Ու մասին է խոսում։ Վիշտերի տեր ու ցավերի տեղյակ եղավ։ Անկե երես դարձնելու մարդու պես եղավ։ Անարգվեցավ եւ զանիկա չհարգեցինք։ Իրավցնե անիկա մեր ցավերը վերցրեց ու մեր վշտերը իր վրա առավ։ Մենք նրան վիրավորված եւ Աստծուց մեզ զարնված ու չարիքի հանդիպած համարեցինք։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար ծեծվեցավ։ Մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ։ Մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ։ Բոլորս միասին այս խոսքը մեր մտքում կրկնենք, խնդրում եմ, մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ։ Եվ անոր վերքերովը մենք բժշկվեցանք, ամենքս ոչխարների պես մոլորվեցինք, ամեն մեկս իր ճամփան դարձավ, Տերը մեր ամենուն անօրենությունը անոր վրա դրավ։ Նա պետք է վերցնի իր ժողովրդի մեղքերը, հիշում եք։ 7. Անիկա անիրավություն կրեց ու չարչարվեցավ, բայց իր բերանը չբացվեց, մորթվելու տարվող ոչխարի պես։
իր խուզողներուն առջև մունջ կեցող մաքիի պես, այնպես իր բերանը չբացավ։ Նեղությամբ եւ դատապարտությամբ վերցվեցավ եւ անոր ազգատոմը ով պիտի հայտնե, քանզի անիկա կենթանիների երկրեն կտրվեցավ, անիկա իմ ժողովրդիս հանցանքին համար զարնվեցավ։ Ժողովրդի հանցանքի համար զարնվողը ըստ օրենքի պետք է լիներ այս ողջակեզը, այս գառը։ Եվ մարդը, որը որ ողջակեզ էր բերում մատուցելու տաճար, ձեռքը դնում էր նրա գլխին, աջ ձեռքը դնում էր նրա գլխին։ Ինչու՞։ Որպեսզի իր մեղքերի համար այս կենթանին զոհվի, այս գառը զոհվի։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ հայտարարում է Եսայի մարգարեն, որ նա այս բոլոր տառապանքները կրեց, այս բոլոր ցավերը կրեց, այս տառապանքի ճանապարհով գնաց, ճիշտ այնպես, ինչպես այն մորթվելու տարվող ոչխարը։ Ինչ ոչխարի մասին է խոսքը։ Ոչխարը խորոված անելու համար, քեֆ անելու համար ոչխարը չէր, այլ մեղքի, պատարագի համար տարվող ոչխարներ։ Որտեվ կոնտեքստը ընդհանուր մեղքերի համար զոհվելն էր։ Եվ Եսայի մարգարեն ասում է, որ Աստծո որդին նա պիտի ճիշտ էս ոչխարի նման լուռ ու մունջ, այս բառն է օգտագործում, ասում են լուռ ու մունջ, ձայն չհանեց, ինչպես Հիսուս, երբ որ իրան տանում էին խաչելու, ձայն չհանեց։ Զոհը պետք է մորթվեր եւ արյունը մատուցվեր։ Ուշադրություն դարձրեք։ Ղևտացվոս 16:2-10։ Ամեն խոսքին ուշադրություն դարձրեք ու փորձեք զուգահեռներ տեսնել նոր կտակարանի հետ։ Տերը ասավ Մովսեսին, Խոսե եղբորը Ահարոնին, որ ամեն ատեն սուրբ տեղը վայրաքույրին ներզդին տապանակին վրա եղած քավության առջև չմտնե, որպեսզի չմեռնի, վասնզի ամպի մեջ պիտի երևամ քավության վրա։ Ահարոն այս բաներով պետք է մտնե սրբարանը։ Մեղքի պատարագի համար զվարակովը եւ ողջակեզի համար խոյովը։ Զվարակով եւ խոյով։ Կտավե սուրբ շապիկ պիտի հագնի եւ իր մարմնին վրա կտավե վարտիկ ու իր մեջքը կտավե գոտի կապե եւ իր գլուխը կտավե խույր դնե, ասոնք սուրբ զգեստներ են, լսում եք, ուստի իր մարմինը ջրով թող լվա, ապա հագնե զանոնք։ Նախքան քահանայություն անելը, հագուստը հագնելը։ Իր մարմինը սուրբ ջրով լվա։ Եթե ուշադրություն եք դարձրել հայ առաքելական եկեղեցում պատարագը մատուցելուց, քահանան փոխում էր հագուստը։ Ուրիշ հագուստ է հագնում։ Սա է խորհրդանշում։ Եվ Իսրայելի որդիներուն ժողովրդին մեղքի պատարագի համար այծերեն 2 նոխազ, 2, լսեք, ու ողջակեզի համար 1 խոյ պետք է առնե։ Ահարոն իր մեղքի պատարագին զվարակը պետք է մատուցանե եւ իրեն համար ու իր տանը համար քավություն ունե։ Մեկը մատուցում է իր համար եւ իր տան քավության համար, իր սեփական մեղքերի համար։ Ահարոնը, այսինքն քահանայապետը 2 նոխազ պետք է առնի ու տիրոջը առջև վկայության խորանին դուռը կեցնե։ Ահարոն այդ 2 նոխազներուն վրա վիճակ թող ձգե։ Մեկ վիճակը տիրոջը համար, մյուս վիճակը ազատ արձակվելիք նոխազի համար։ Նախքան կմտնի վկայության խորանը, տաճարի դռան մոտ 2 նոխազ է առնում, 2 կենթանի է առնում, 2 կենթանի է բերում, մեկը տիրոջը համար է, մյուսը ազատ արձակելու համար է։ Ու թող վիճակ գցի, վիճակը գիտեք չէ՞ որն է։ Վիճակ գցի, տեսնի թե որն է տիրոջը համար, որն է
ազատելու համար։ Մտքերդ ոչ մի բան չի գալիս։ Ահարոնը թող մտցնե այն նոխազը, որում վրա Տիրոջը վիճակը ելավ, ու մեղքի պատարակը նեզանիկա։ Այն նոխազը, որում վրա ազատ արձակվելու վիճակը ելավ, Տիրոջը առջև ողջ թող կեցնե, որպեսզի անով քավություն ընե ու ազատ արձակվելու համար դեպի անապատը ղրկե։ Ոնց կարող էր այսքան կանխատեսված լինել ամեն ինչ։ Ինչու համար է նոր կտակարանը արձանագրում այս պատմությունը, որ նախքան զոհասեղանին մոտենալը բեմահարթակ են բարձրանում երկու դատապարտյալներ։ Երկու դատապարտյալ։ Մեկը Հիսուսն ազովրեցին, մեկը Բարաբան։ Եվ Պիղատոսը ժողովրդին ընտրության առջև է կանգնացնում, ասում է ընտրեք, որն ուզում եք, որին եք ուզում բաց թողնեմ, որ մի նոխազը ապրի։ Ընտրեցին Բարաբային, ընտրությունը ընկավ Բարաբայի վրա։ Այնի ազատ արձակվեց, այն մեկն էլ գնաց զոհասեղան, զոհմատուցվելու։ Եբրայեցիս 9, 18-22 Անոր համար առաջին ուխտն ալ առանց արյունի չեր հաստատվեր։ Վասնզի երբ Մովսես օրենքին բոլոր պատվիրանները ժողովրդին հայտնեց, ցուլերու եւ նոխազներու արյունը առնելով, ջուրով ու կարմիր բուրդով եւ զոպայով բուն գրքին եւ բոլոր ժողովրդին վրա սրսկեց։ Եվ ասավ, ասիկա է այն ուխտին արյունը, որ Աստված ձեզ պատվիրեց, եւ խորանին ու պաշտամունքին բոլոր գործիքներուն վրա նույնպես սրսկեց արյունը, գրեթե ամեն բան արյունով կմաքրվի, օրենքին նայելով արյուն չթափված թողություն չկա։ Մովսեսին Տերը պատվիրեց, որ այդ զոհի արյունը վերցրա եւ տար, քսի սեղանի վրա։ Քանզի աստվածային օրենքն ասում է արյուն չթափված թողություն չկա։ Եվ արյունը քսվում էր ամեն տեղ։ Արյունը սրսկվում էր ամեն տեղ։ Եթե մի բան պետք է մաքր համարվեր, պետք է այդ արյուն սրսկվեր։ Մենք էլ մեղավորներս, եթե պետք է մաքրվեինք, պետք է արյուն սրսկվեր։ Արյուն պետք է թափվեր։ Եվ այդ արյունը Հիսուս Քրիստոսի արյունը եղավ։ Նրանով պիտի ստանայինք մեղքերի թողություն։ Եբրայեցիս 7:26-28-ն ասում է. Ուստի բոլորովին կարող է ապրեսնելու զանոնք, որ իրմով Աստծո կուգան, որովհետև ինքը միշտ կենթանի է անոնց բարեխոսը լալու համար։ Վասնզի մեզի ճիշտ այսպիսի քահանայապետ մը կվայելեր, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներեն զատված ու երկնքեն վեր բարձրացած, որուն ամեն օր հարկավոր չէր, ինչպես մյուս քահանայապետները, նախ իր մեղքերուն համար պատարակ մատուցելու, ետքը ժողովրդի մեղքերուն համար, վասնզի ինք մեկ անգամ ըրավ ասիկա իր անձը պատարակ մատուցելով։ Վասնզի օրենքը տկարությունով պաշարված մարդիկը քահանա կպարգեր, բայց երթումին խոսքը, որ օրենքեն հետո էր, որդին, որ հավիտյան կատարյալ է։ Եվ այսպես քահանան ըստ մեր կարդացած հատվածի արյունը պիտի առներ եւ զոհը մատուցեր Աստծո առաջ։ Զվարակը թող մորթե Տիրոջ առջև Ահարոնի որդիները, քահանաները արյունը թող մատուցանեն վկայության խորանի դրանակով, եղած սեղանին վրա շուրջանակի սրսկեն արյունը։ Այստեղ Պողոսը մեկնաբանում է, որ ասում է
Քահանաները, քահանայապետները իրենց անձի համար պետք է զոհ մատուցեին, ինչպես կարդացի։ Եվ հետո շարունակ իրենք զոհեր պետք է մատուցեին, քանի որ կատարյալ չէր։ Մարդիկ կատարյալ չէին։ Եվ մահը անընդհատ կտրում էր այդ կապը։ Իսկ այստեղ մեր քահանայապետը Տեր Հիսուս Քրիստոսը նախանցավ քահանայական ծառայության լվացումներով եւ հետո գնաց դեպի զոհասեղան։ Բայց ուր էր զոհը։ Ուր էր զոհը։ Ճիշտ ինչպես Իսահակը Աբրահամին հարցրեց, ասեց. հայր, ահա փայտը, գնում ենք զոհ մատուցելու, բա ուր է զոհը։ Տղաս, դու ես զոհը։ Հիսուս գնում էր քահանայության։ Գնում էր զոհասեղանի մոտ։ Փայտերն առած, այդ ինչ խորհրդանիշ ուներ այդ փայտը։ Որ փայտը Իսահակը փայտերը իր ուսերի վրա էր տանում։ Հիսուսն էլ փայտը խաչ իր ուսի վրա առած սարն էր բարձրանում։ Բայց ի տարբերություն Իսահակի, նրա փոխարեն մացառոտների մեջ խճճված մի նոխազ զոհաբերվեց։ Երկնքում մի ձեռք կար, բռնեց ձեռքը Աբրահամի, որ իր որդուն չզոհի, բայց երբ որ Աստված էր Գողգոթա լեռան զոհասեղանի վրա իր որդուն զոհում, մի հատ ձեռ չկար, չգտնվեց մեկ ձեռ, որ կբռներ նրա ձեռքը։ Այսպես մունջ նոխազի պես իր փայտերը առած իր ուսի վրա, փայտե խաչ առած իր ուսի վրա բարձրանում էր Գողգոթա։ Քահանան զոհ պետք է մատուցեր մարդկանց մեղքերի թողության համար։ Այն ինչը զոհը ինքն էր։ Ինքն էր։ Ու այդ զոհը նախքան զոհասեղանին պետք է մատուցվեր, ասում է ջրով պետք է լվացվեր։ Այս ինչ ասանում, ուր եսեք է լվացվելու, թող ամբողջ արդարությունը կատարվի։ Նա լվացվում էր, որպես մի զոհ։ Նա այդ լվացարանի լվացարանն էր Հորդանանը, որտեղ որ ինքը պետք է լվացվեր, որովհետև վաղը պետք է գնար զոհասեղան զոհաբերվելու։ Ավելի մանրամասն կխոսենք մյուս կիրակի Տերը կամենա։ Եվ այսպես ինչու համար Հիսուս մկրտվեց։ Հիսուսի մկրտությունը ողջակեզի լվացման խորհրդանիշն էր։ Ողջակեզի լվացման խորհրդանիշն էր։ Տերը կամենա մյուս կիրակի կխոսենք, եթե Տերը կյանք տա, թե ինչ էր նշանակում այդ մանրակրկիտ կտրտվելը, բաժանվելը, զոհասեղանին մատուցվելը, լվացումը եւ վերջապես անոշահոտ պատարագը, Աստծո առաջ ընդունելի։ Ամեն օր փառք տանք Տիրոջ իր կատարած միջնորդական զոհի համար։ Ամեն օր փառք տանք Տիրոջը իր փոխանորդական զոհի համար։ Կամ մենք պետք է զոհվեինք, կամ այդ գառը պետք է զոհվեր։ Հիսուսը հանձնարարավ մեր փոխարեն զոհվելու։ Մեզ մեղքերի թողություն տալու, որովհետև առանց արյան մեղքերի թողություն չկար։ Սա էր Աստվածային օրենքը։ Եվ Հիսուսն ասաց. ես կթափեմ իմ արյունը։ Ում համար։ Քո համար, իմ համար։ Օրհնյալ լինի նրա սուրբ ու պատվական անունը հիմա եւ հավիտյան դարերում։ Ամեն։ Աղոթենք ոտքի վրա։ Պաշտելի Սուրբ Հայր, գոհանում ենք ու փառավորում ենք քեզ քո նախախնամության համար։ Փառք քեզ քո կատարած զոհի համար, փառք քեզ, որ դու որպես մի գառնուկ եկար աշխարհ, մեր մեղքերի պատիժը կրելու քո վրա, մեզ փրկա գնելու, դու լվացվեցիր ու քայլեցիր դեպի Գողգոթա, խաչդ ուսերիդ վրա առնելով, մեզ համար զոհ լինելու, որ մեզ հավիտյան ունենաս։ Փառք քեզ Տեր քո կատարած գործերի համար,
քո փրկagorցության համար, քո ժառանգության համար, այստեղ հավաքված զավակներիդ համար։ Լվա մեզ քո արյունով ով Տեր, մաքրագործիր Տեր, սրբագործիր ով Տեր Աստված, որ լինենք մենք էլ որպես կենթանի զոհ, անուշահոտ պատարակ քո անվան փառքի համար։ Օրհնիր քո ժողովուրդը, առաջնորդիր ու դու փառավորվիր ամենքիս կյանքում։ Անապաշխար սրտերը Տեր, թակիր այսօր, որ դարձի գան, ընդունեն քեզ, քո կատարածը չուրանանք ով Տեր Աստված, այլ ապաշխարությամբ փրկություն ժառանգենք։ Հիսուսի սուրբ ու պատվական անունով եմ խնդրում, որ հավերժ փառավորվի սուրբ անունդ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու աղոթակցությունը ձեզ հետ լինի, գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։